Ողջույն, ողջույն, եկեք շարունակենք դիտարկել մաթեմատիկայի շնորհիվ խնդիրների դիտարկումը։ Հիմա միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Աճող թվաբանական պրոգրեսիա կազմող 3 թվերի գումարը 30 է։ Եթե երկրորդ թիվը փոքրացնենք 2-ով, ապա կստանանք երկրաչափական պրոգրեսիա։ Ուրեմն խնդիրն ասում է, որ ունենք A1, A2 եւ A3, որոնք կազմում են թվաբանական պրոգրեսիա եւ մյուս կողմից A1-ը A2 մինուս 2-ը A3-ը կազմում է երկրաչափական պրոգրեսիա, եկեք սենց անենք, սա երկրաչափական պրոգրեսիան է, սա թվաբանական պրոգրեսիան է։ Սա նշանակում է, էլի, հին գրքերում այսպես են, հիմա նոր գրքերում սա հանված է։ Հիմա վարվենք հետևյալ կերպ, քանի որ ասում եմ կատարում է առաջին A1 գումաց A2 գումաց A3-ը թվաբանական պրոգրեսիան հավասար է 30-ի, այսպես։ Առաջարկում եմ A2-ն ու A3-ը բացենք, գրենք հետևյալ կերպ, A1 գումարած A2 իր հերթին հավասար է A1 գումարած D գումարած A3 իր հերթին հավասար է A1 գումարած 2 հատ D հավասար է 30։ Կատենք նման անդամների միացում կստանանք, որ 3 հատ A1 գումարած 3 հատ D հավասար է 30, սա էլ որ կրճատենք 3-ով կստանանք, որ A1 գումարած D հավասար է 10-ի։ Իսկ A1 գումարած D դա A2-ն է նույնինք, այսինքն ստացանք, որ A2-ը հավասար է 10-ի։ Շատ լավ, եթե A2-ը հավասար է 10-ի, ապա ստանում ենք, որ այս մակրը, ստանում ենք, որ հետևյալը, որ A1-ը A2 մինուս 2, այսինքն 8-ը եւ A3-ը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։ Եթե սա կազմում է երկրաչափական պրոգրեսիա, ապա սա նշանակում է, որ 8-ը բաժանած A1-ի հավասար է A3-ը բաժանած 8-ի։ Մյուս կողմից 8-ը կարող եմ գրեմ այսպես։ A1-ը կարող եմ իր հերթին ներկայացնել որպես A2 հանած D, որովհետև A1-ը A2-ը հավասար է A1 պլյուս D, այստեղից է կարող ասեմ, որ A2-ը հավասար է, կներեք, A1-ը հավասար է A2 հանած D, հետևաբար կարող եմ A1-ի փոխարեն գրել A2 հանած D հավասար է, այստեղ ներքև 8-ը, իսկ A3-ը կարող եմ գրել A2 գումարած D տեսքով, այսպես, ընտիր, այս սրանք եկեք մաքրեմ, ինձ պետք չեն սրանք այլևս, A2-ն ստացել ենք 10։ Հիմա կատարեմ խաչաձև բազմապատկում, կստանամ հետևյալը, որ 64-ը հավասար է A2 հանած D բազմապատկած A2 գումարած D-ով։ Այսինքն 64-ը հավասար է A2-ի քառակուսի հանած D քառակուսի, չէ՞։ Շատ լավ։ Իսկ A2-ը ստացել ենք, որ 10, այսինքն կարող ասենք հետևյալը, 64-ը հավասար է 10-ի քառակուսին 100, 100 հանած D քառակուսի, այսինքն D-ն հավասար է պլյուս մինուս 6, որովհետև D քառակուսին ստանում ենք 36, բայց քանի որ այստեղ ասում է աճող թվաբանական պրոգրեսիա, ապա D-ն բացասական լինել չի կարող, նշանակում է D-ն հավասար է 6-ի։ Եվ այսպիսով մենք գտանք նաև տարբերությունը։ Հիմա եկեք միասին դիտարկենք հարցերը։ Գտել թվաբանական պրոգրեսիայի միջին անդամը խոսքը A2-ի մասին է, իսկ A2-ը գտանք, որ հավասար է 10-ի։ Գտել թվաբանական պրոգրեսիայի տարբերությունը D-ի մասին է խոսքը, գտանք, որ այն հավասար է 6-ի։ Գտնել ստացված երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը։ Շատ լավ։ Երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը գտնելու համար նշանակում է կարանք կամական անդամ բաժանենք իր ձախ հարևանի վրա։ Մասնավորապես 8-ը կարանք բաժանենք A1-ի վրա, իսկ A1-ն էլ իր հերթին հավասար է A2 հանած D։ A2-ը 10-ը, D-ն 6, այսինքն A1-ը հավասար է 4-ի։ Նշանակում է Q-ն էլ հավասար կլինի 8-ը բաժանած 4-ի, որն էլ հավասար է 2։ Այսինքն ստացանք, որ սա էլ հավասար է 2-ի, եւ վերջապես 4-րդ հարցը, որ թիվը պետք է գրել ստացված երկրաչափական պրոգրեսիայի երկրորդ եւ երրորդ անդամների միջև, որ ստացվի թվաբանական պրոգրեսիա։ Okay, եկեք սրանք սաղ մաքրեմ, ինձ սրանք էլ պետք չեն։ Եվ փորձենք այս հարցին նույնպես պատասխանել։ Ուրեմն A1-ը մենք հասկացանք, որ հավասար է 4։ Ну, գտանք, որ A2-ը դա հավասար է 10-ի, բայց եթե դիտարկում ենք երկրաչափական պրոգրեսիա, ապա A2-ը հավասար է 8-ի, իսկ A3-ն էլ արդեն իր հերթին հավասար է 16-ի։ Շատ, հիմա խնդիրն ասում է երկրորդ եւ երրորդ, այսինքն 8-ի եւ 16-ի միջև, այստեղ պետք է հասկանանք ինչ թիվ կարելի է դնել, որ ստացվի թվաբանական պրոգրեսիա։ Հիշենք հետեւյալը, որ այստեղ նշանակենք x-ով։
Այս հաջորդականությունը կոչվի թվաբանական պրոգրեսիա, եթե x-ը հավասար լինի իր ձախ եւ աջ հարևանների միջինին, այսինքն 8 գումարած 16 բաժանած 2-ից, չէ՞ որ թվաբանական պրոգրեսիա ասում ենք նրա համար, որովհետեւ այդ հաջորդականության կամական տար հավասար է իր ձախ եւ աջ հարևանների գումարի կեսին։ Իսկ սա գումարը տալիս է 24, 24-ի կեսն էլ լինում է 12, այսինքն x-ի արժեքը կլինի 12։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք, մեկնաբանության դաշտում գրեք, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տալ ձեր վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։